Hey, how are you? Welcome to Armenia. Good to see you. Նուբայի լեռներից Հայաստան հասավ Թոմ Քաթինան, Ավրորա մարդասիրական մրցանակի նախորդ ու այս տարվա հավակնորդը։ Նա Սուդանի Նուբա լեռների միակ բժիշկն է, օդանավակայանից ուղիղ Ավրորայի գրասենյակ։ Դոկտոր Քաթինան ամենուր շրջապատվում է շնորհակալության ու հիացմունքի խոսքեր լսելու։ Մեկ շաբաթ այստեղ կլինի, առաջին հանդիպումը բժշկական համալսարանում է։ Այսուհետև բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ունի։ Ծանր թիկնոցների ու մեծարանքների դոկտոր Քաթինան սովոր չէ, վերջին 9 տարիներն աշխատել է սարերում, որտեղ նույնիսկ էլեկտրաէներգիա ու մշտական ջուր չկա։ Իսկ 750,000-ից ավելի բնակչությունը մեկ շաբաթից ավել պետք է ոտքով կամ ավանակով ճանապարհ կտրի, որ հասնի միակ ստացիոնար բուժկենտրոնը։ Իր հետ բերել է նաև հիվանդների ֆոտոները բուժումից առաջ ու հետո, ամենաանհավանական ախտորոշումներով։ Դրանց մեծ մասի մասին աշխարհի բժիշկները կարդացել են միայն դասագրքերում, բայց Նուբայում Թոմ Քաթինան պետք է բուժի, վիրահատի։ Ներեցեք բժշկի ձեռագրից ու շատ արագ խոսելու համար, այստեղ կգրեմ ախտորոշումները, որոնց մասին ես միայն գրքերում էի կարդացել։ Ախտահանման սարք գյուղացիների ձեռքով պատրաստված, բժիշկը խոստովանում է, էլեկտրական ստերիլիզատորները շատ են հոսանք խլում, այսինքնաշեն պարզունակ սարքն աշխատում է ածուխով ու գոլորշիով, բայց իր գործը լավ է անում, ինֆեկցիաների տարածումը հիվանդանոցում շատ քիչ է։ Ուսանողների հարցերը շատ են, մասնագիտական ու մարդասիրական, ուսանողուին հետաքրքրվում է, թե ինչ մեթոդներով է բժիշկը բուժում բորոտներին, հիվանդություն, որը հայ բժիշկներին վաղուց չի հանդիպել։ Երկրորդ հարցը ապագա բժշկուհին զգուշացնում է, փիլիսոփայական է։ Դուք կարծում եմ Մասլոուի բուրգի գագաթին եք գտնվում, ինչ եք զգում։ Իհարկե լսել եմ Մասլոուի բուրգի մասին, բայց չեմ հիշում դա ինչ բուրգ էր։ Ուսանողուհին բացատրում է Մասլոուի բուրգի գագաթին ինքնադրսևորման վերին աստիճանում գտնվող մարդն է, Քաթինան անկեղծանում է։ Այո, կյանքի իմաստի որոնումներում երկար ժամանակ է անցկացրել, բայց ինքնադրսևորվում է որպես քրիստոնյա ու մարդ։ Դուք առաջին քրիստոնյա երկիրն եք, այնպես որ հանգիստ կարող եմ խոսել։ Ես մասնագիտությամբ ինժեներ էի, բայց ուզում էի միսիոներությամբ զբաղվել։ Որոշեցի բժիշկ դառնալ։ Նուբայում շատ դժվար է, ուժասպառ ես լինում, դեպրեսիվ գործ է։ Ամեն օր մարդիկ են մեռնում։ Ես սարսափելի օրեր եմ ապրել, որ նույնիսկ չեք կարող պատկերացնել։ Բայց եթե ես կաթոլիկ քրիստոնյա չլինեի, միսիոներ չլինեի, չէի դիմանա։ Ես գիտեմ կյանքի իմաստը որն է։ Բժիշկ Քաթինան ուսանողներին ցույց տվեց 9-ամյա պրակտիկայի մի փոքր մասը միայն, ասում է, հիշում է բոլոր հիվանդներին անուններով, բուժման ընթացքով, առողջացման կամ էլ մահվան օրերով։ Մի երեխա ռումբից այրվածք էր ստացել։ 3 ամիս բուժում էի, ամեն օր ինձնից թխվածքաբլիթ էր ուզում, բարձի տակ էի դնում։ Փրկել չկարողացա նրան։ Երբ ձեռքերից մեջ մահացավ, ինձ թվաց խելագարվում եմ։ Անզգայացել էի, ոչինչ չէի զգում, ոչ թախից, ոչ ցավ, բայց հասկացա, պետք է այդ ողբերգությունից ինձ թափ տամ ու առաջ անցնեմ։ Հազարավոր մարդիկ դեռ իմ կարիքն ունեին։ 1.5 ժամ տևած զրույցից հետո Թոմ Քաթինան չի կարողանում դուրս գալ դահլիճից, հարցերը շատ են, անձնական, մասնագիտական։ Այստեղ է նաև դոկտոր Քաթինայից ոգեշնչված Քենիա բժշկական առաքելության մեկնած ու այս պահին Սուդանում Թոմ Քաթինային փոխարինող Արմինե Բարխուդարյանի մայրը։ Պատմում է, որ բժշկական օգնությունը ճիշտ է, արվում է, բայց տեխնիկան քիչ է, դեղորայքը քիչ է, աշխատողները քիչ են, չի հերիքում, ժողովուրդը շատ են։ Դոկտոր Քաթինան դեռ մեկ շաբաթ կլինի Երևանում, խոստովանում է, քանի դեռ այստեղ է մտքերով միևնույն է իր հիվանդների հետ է։ Չնայած գիտի, հայ 3 բժիշկների վստահելի ձեռքերում են։ Մանուիրիցյան, Արեգ Գալստյան, ժամը լրատվական։